Star News.am-ը շարունակում է մեկ հոլովակում ձեզ պատմել աստղային ամենակարևոր իրադարձությունները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սննդաբան Լիլիթ Բասյանն իր սոցիալական էջերում հայտնել է այն մասին, որ գտել է իր կյանքի միակ ու անկրկնելի սիրուն։ Օրեր առաջ Լիլիթ Բասյանն իր սոցիալական էջերում խոսել է այն մասին, որ կրկին մեկնել է Բրազիլիա սիրելիի մոտ։ Նա նոր հրապարակումներով է կիսվել և գրել հետևյալը. Ես հավատում եմ, որ իրական հանդիպումները նախ տեղի են ունենում հոգու մակարդակում և միայն դրանից հետո մեր կյանքում։ Ահա թե ինչու, երբ ես քեզ հետ եմ, ինձ թվում է, թե չեմ հանդիպել քեզ, ինձ թվում է, թե հիշել եմ քեզ։ Եվ այս լռության մեջ, քո գրկում, ես միայն մեկ բան եմ ուզում՝ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ մեր անցած միլիոնավոր ճանապարհների մեջ մենք գտանք իրար։ Նշել էր Լիլիթ Բասյանը։ Հավելենք նաև, որ վերջին ամիսների ընթացքում քննարկվում է և սննդաբանի և դերասան Ալեքսանդր Բաբասյանի երկրորդ անգամ սիրելիք գտնելու հանգամանքը։ Դերասանն արդեն իր սոցիալական էջերում պատմել է այն մասին, որ արդեն 2 ամիս է, ինչ ընտանիք է կազմել։ Դերասան Կարեն Ասլանյանը ևս նորությամբ է հանդես եկել։ Նա ինստագրամյան իր էջում նոր հոլովակ է հրապարակել, պատմելով այն մասին, որ 2 տարի տևած դադարից հետո նա վերադառնում է աշխատանքային բուռն մթնոլորտ։ Նա սկսում է նոր երգեր թողարկել, ինչու ոչ նաև վերադառնալ հեռուստասերիալներ։ Սպասենք նորությունների, ինչպես ասում է Կարեն Ասլանյանը։ Առաջարկում ենք լսել դերասանի խոսքը առանց մեկնաբանության։ Ողջույն սիրելի ընկերներ, ուղիղ 2 տարի առաջ ավելի մի քիչ հայտարարեցի եթերային դադար, իսկ այսօր օֆիցիալ հայտարարում եմ այդ դադարի ավարտը։ Սկսում ենք նոր production-ի աշխատանքները, վերցրել ենք տարածք, կարելի է ասել մեր տարածքը վերանորոգում ենք, վերակազմավորում ենք, հավաքելու ենք նոր թիմ, երաժիշտներ, գործիքավորողներ, մի խոսքով ունենալու ենք նոր համալրումներ, որի համար կանրադառնամ ձեզ, գուցե ձեզանից մեկը միանա մեր թիմին։ Կունենանք նոր տեսահոլովակներ, երգեր, միգուցե ֆիլմարտադրություն սկսենք, միգուցե, չգիտեմ, դեռ առաջարկներ ունեմ ինքս կապված նկարահանումների հետ կապված մտածում եմ, բայց այն, որ մենք սկսում ենք աշխատանքները եւ սկսում ենք այն մեծ թափով, դուք դա կտեսնեք, այնպես որ փողոցում այլևս մի մոտեցեք, ասեք ուրիշ չկաս, կարոտել ենք քեզ, ես ձեզ եմ կարոտել, շուտով նորից ստուդիայով ու մեր հնարավորություններով կլինենք միասին։ Վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն սկսեց քննարկվել դերասաններ Թամարա Գևորգյանի և Արսեն Լևոնյանի բաժանման մասին լուրը, ինչից հետո Թամարան ավելի էմոցիոնալ կերպով իր մտքերն արտահայտում է սոցիալական էջերում։ Նա նոր տեսանյութ է հրապարակել և գրել հետևյալը. Մենք իրավունք ունենք զգալու ամեն ինչ, ոչ միայն սեր, ուրախություն և խաղաղություն, այլ նաև զայրույթ, վիրավորանք, հիասթափություն ու նույնիսկ ագրեսիա։ Եվ ոչ, ամեն զգացում պարտադիր չէ ավարտվի ներելով։ Եթե ես զայրացած եմ, նշանակում է զայրացած եմ։ Եթե ներսումս ագրեսիա կա, ես իրավունք ունեմ զգալու այն, առանց ինձ մեղադրելու դրա համար։ Զգալը չի նշանակում վնասել, զգալը նշանակում է ազնիվ լինել ինքդ քեզ հետ։ Ես պարտավոր չեմ իմ էմոցիաները գեղեցիկ փաթեթավորել, որպեսզի այն ուրիշներին ավելի հարմար լինի։ Պարտավոր չեմ ժպտալ, երբ ներսումս փոթորիկներ են։ Եվ առավել ևս պարտավոր չեմ ներել միայն նրա համար, որ այդպես ճիշտ է։ Երբեմն հոգեկան խաղաղության ճանապարհը ոչ թե ներումն է, այլ առողջ գնալը։ Երբեմն ամենաառողջ պատասխանը պարզապես սահման դնելն է ու ասելը. այստեղից առանց ինձ։ Ես կարող եմ բարկանալ, կարող եմ նեղանալ, կարող եմ նույնիսկ մտքումս մի ամբողջ վրեժի սցենար գրել, գլխավոր դերերով ու Օսկարի արժանի ավարտով, բայց իրական կյանքում ես ընտրում եմ այն, ինչ չի վնասում ոչ ինձ, ոչ ուրիշներին։ Իմ բոլոր զգացմունքներն իրավունք ունեն գոյություն ունենալու։ Ես դրանք չեմ մարում, չեմ ամաչում դրանցից ու չեմ ձևացնում, թե միշտ լավ եմ։ Ես պարզապես զգում եմ, ապրում եմ և գնում եմ առաջ։ Ինստագրամյան հարթակում գրել էր Թամարա Գևորգյանը։ Խոսելով աստղային այլ նորությունների մասին, նշենք, որ դերասանուհի Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է պատրաստվում։ Նա հոլովակ է տեղադրել ու խոսել այն մասին, որ մինչ մենք կդիտենք այդ հոլովակը, նա արդեն վիրահատության սեղանին կլինի։ Առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Ողջույն, ես այս ֆորմատի վիդեոներ ընդհանրապես չեմ նկարել, կյանքումս առաջին անգամ է։
Դուք այս վիդեոն կտեսնեք, երբ որ ես արդեն կմտնեմ վիրահատարան։ Շատերը միշտ արժեզրկում են ճանապարհը դիմացինի եւ երևի թե դա էլ բնական է, որովհետեւ միայն այդ ճանապարհ անցնողը գիտի ինչ դժվար է եղել ու ինչքան բազմերանգ էմոցիաներ է ապրում մարդը, բայց ամենայն դեպս քաշ կորցնել է այսպես շարժումով չի ու իր հետևից նաև գալիս են հետևանքներ, որոնց պիտի պատրաստ լինես եւ նաև պատրաստ լինես դրանց լուծմանը։ Ուրեմն 2024-ին վիրահատեցինք ինձ, body lift արեցինք, տաղանդավոր գերբնական տաղանդի տեղեր բժիշկ Վարդան Խաչատրյանն է վիրահատել։ Այս անգամ վիրահատությունս տեղի է ունենալու Նաիրի բժշկական կենտրոնում, ինչից ավելի հանգիստ է։ Դե ավելորդ քաշը ինչ-որ բաներ առաջացրեց պրոբլեմներ, վերցրեցինք, հեռացրեցինք կաշին, կատարեցինք body lift, կրծքի փոքրացում ու ձգում կատարեցինք ու դե պլանավորված վիրահատություն կար, էլի մամոպլաստիկա, արդեն իմպլանտներով ու հիմա այդ վիրահատությանն եմ ես գնում։ Վստահում եմ բժշկիս, գիտեմ, որ ամեն բան լավ կլինի, նաև Նաիրի ամբողջ անձնակազմը սուպեր պրոֆեսիոնալ է ու գիտեմ, որ արդյունքը շատ լավ է լինելու, բայց այս վիդեոն դրա մասին չի։ Այս վիդեոն շատ մարդկային զգացողության մասին է, երբ որ քո իսկ կայացրած որոշման հետևում ուզես թե չուզես մի քիչ անհանգստություն ու լարվածություն կարող է լինել, որը խիստ մարդկային է։ Հեշտ է, գիտեք, մարդու ճանապարհը արժեզրկել, ասել, որ դե ինչ էր, որ բայց ամեն անգամ, երբ որ գալիս է այդ պահը, երբ որ դու պիտի որոշում կայացնես, շատ բարդ է տրվում։ Ես Փառք Աստծո իմ բախտը բերել է, շնորհակալ եմ Աստծուն նրա համար, որ իմ ճանապարհին հայտնվել են հրաշալի մասնագետներ, լավ բժիշկներ։ Իմ բժիշկը, որին շատ շնորհակալ եմ, այդ ընդհանրապես պլաստիկ վիրաբուժության մասին չի, այդ մարդու կյանքը վերափոխելու մասին է, որ բժիշկը կարող է մտածել պացիենտի նման, զգալ պացիենտի նման ու տալ են արդյունքը, ինչ կուզի զգա պացիենտը ու տեսնի։ Ավելի շատ դարվում եմ մամայից համար, որտեվ մինչև ես արթնանամ, իրանց դժվար կլինի, բայց ես վստահ եմ, որ Աստված շատ մեծ է ու ամեն բան լավ է լինելու։ Ձեզ ուղղակի խնդրում եմ, որ աղոթեք ինձ համար, որ ամեն բան բարեհաջող վերջանա, մինչև ես հետ գամ։ Շատ եմ ձեզ սիրում, շատ շնորհակալ եմ, որ այսքան շատ մարդ է հավաքվել իմ շուրջը, որ դուք գնահատում եք այն ամեն ինչ ես անում եմ, որ դուք սիրում եք ինձ անկախ իմ մարմնի չափսերից, իմ արտաքին տեսքից, բայց ամեն ինչից զատ ես աղջիկ եմ, կին եմ, որը ուզում է երջանիկ, առողջ, գեղեցիկ տեսք ունենալ, այնպիսին ինչպիսին ինքն է պատկերացնում։ Լավ մնացեք, մինչև գամ։ Ուզում լաց լինեմ։ Սիրված երգիչ Արամեն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական հարթակներում, երբեմն աշխատանքային նորություններով կիսվել, իսկ երբեմն էլ ընտանեկան կադրերով, որոնք երկրպագուների համար առավել քան նախընտրելի են։ Երկրպագուները սիրում են հատկապես Արամեի և Աննա Թովմասյանի երկու երեխաների մասնակցությամբ տեսանյութերը։ Արամեն հրապարակել է որդու հետ զրույցը, որտեղ Մարատն անկեղծորեն խոստովանում է, որ հայրիկին ավելի շատ է սիրում, քան մայրիկին, իսկ Աննան էլ համեստորեն նշել է, որ երբ մենակ են լինում, Մարատը նույնը իրեն է ասում։ Առաջարկում ենք լսել զվարճալի տեսանյութը։ Զենքը ցանում են պում, որ դու գնաս սենյակը։ Զենքը ցանում են դա հոսպիտալի պում։ Վերջ։ Անամ քո մոտ տվես։ Որտե՞ղ ամբողջ օր գնում ես, մաման մի 100 քանիս մնում է։ Մոտս քնում է։ Ավտոբուս։ Մաման ամբողջ օր մոտս քնում է։ Սիրում ես պապային։
Անքիդ մերն է։ Պապա, Հա։ բայց դու կարաս չասես Ինչ։ մամային, Ինչ։ կարաս չասես։ Ինչ։ Ես քեզ ավելի շատ եմ սիրում։ Հո։ Չասես։ Ո՞նց չասեմ, ա։ Որտեվ կտակուսի։ Որտեվ ասեմ խի։ Որտեվ որ ես մամային արծում եմ, ինձ է սիրում, թե Անմարին ինքը ինձ ասում։ Ինքը քեզ շատ է սիրում, ա։ Ես է քեզ։ Անոմարին էլ շատ սիրում, իմ տղա։ Լրագրող Մեհեր Բաղդասարյանը խոսել է այն մասին, որ իր համար այս շրջանը բուռն աշխատանքային է։ Նա նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգներից Հայաստան է վերադառնում, ինչի համար շատ ուրախ է։ Star News-ը ձեզ ներկայացնում է հոլովակը առանց մեկնաբանության։ Բոլորին, ինչ ենք մենք այսօր արել, այսօր շարունակել ենք նկարել երեկվա 8-ի լեզվի շարունակությունը, ասեմ, որ շատ իրարամերժ, քննարկվող, սկանդալային, չվախենանք այդ բառից, հաղորդում է ստացվել, վստահ եմ շատ եք դիտելու եւ քննարկելու, որովհետեւ խոսել ենք թեմաների մասին, որոնք իսկապես բոլորին հուզվելու են։ Եվ ինչ ենք անելու երեկոյան գնալու ենք օդանավակայան, որպեսզի գամ Հայաստան, կհանդիպենք արդեն Երևանում։ Արդեն օդանավակայանի ճանապարհին եմ ու շատ ուրախ եմ, որ գալիս եմ Հայաստան։ Այս ընթացքում հասցնելու ենք նկարել նոր տետատետի թողարկումներ, որի համար շատ ուրախ եմ։ Նոր հետաքրքիր հաղորդումներ են մեզ սպասվում, այնպես որ վերջերս զինվենք համբերությամբ եւ ամենակարևորը հնարավորություն կունենամ տեսնել ձեզ, ձեր ջերմ խոսքերը լսել, հաճախ փողոցումից իքը լավ բաներ եք ասում, որը հավատացեք, գուցե այդ պահին ձեզ թվում է, որ մեր համար կարևոր չի կամ գուցե վարկյանի տակ անցնող մի բան է, բայց իրականում դա շատ կարևոր բան է եւ շատ կարևոր էներգիա է, որ փոխանցում եք։ Ու այդ ժամանակ ենք հասկանում, որ մեր արած գործը անիմաստ չի։